Պարոն Սիմոնյան, խոսեցիք այլ ուժերի, հա, բանից անցումային շեմը հազիվ հաղթարելու, կուզեի խոսեիք ձեր մասին, դուք ինչ եք ակնկալում 50+1 հավաքելու եք, թե ամենայնիվ ձեր ռեյտինգն իջել է։ Ես համարում եմ, որ ռեյտինգը որևիցե ձևով կայուն բան չի կարող լինի եւ որևիցե օրինակ դրա աշխարհում չկա։ Մենք ի սկզբանե մեր աշխատանքը մեր տրամաբանությունը դրել ենք դրա մեջ, որ մենք սկսում ենք չգիտեմ 0.0%-ից, այսինքն 0-ից սկսում ենք նորից բան անել, քարոզարշավ անել եւ գնալ առաջ, բայց ակնհայտ է, որ մասնավորապես ամսի 8-ի ստորագրված փաստաթուղթից հետո դրան հետևած բաներից հետո, իրադարձություններից հետո մենք անցողիկ շեմը հաղթահարելու որևիցե խնդիր չունենք, թեպետ ես կարծում դրանից առաջ էլ չունենք, մեր համար շատ կարևորը սահմանադրական մեծամասնություն ձևավորելն է եւ մենք գնում ենք այդ ուղղությամբ, դա իմ ընկալմամբ 50 ավելի բարձր է, քան մենք հիմա ունենք։ Ես ենթադրում եմ, որ մենք ավելի շատ ենք ունենալու ձայն, ավելի շատ տոկոսային ներկայացվածություն ենք ունենալու, քան 54%-ը, որը ունեցան 21 թվականին։ Այսինքն դուք կարծում եք ներվարկանիշը հիմա ավելի բարձր է, քան 21-ի ընտրություններին է եղել։ Լսեք, տարբեր բաներ այդ չի լինի համեմատել։ Այնտեղ տեսեք, քվեարկության տարբեր բաներ կար։ 21 թվականի քվեարկությունը լրիվ ուրիշ բանի մասին է, վարկանիշային քվեարկություն չէր, հա։ Դա հայ ժողովրդի պատասխանն էր միջազգային տարբեր կենտրոններին, ոչ միայն սովորաբար մենք խոսում ենք, որ Ռուսաստան բան չէ, ոչ միայն Ռուսաստանի միջազգային տարբեր կենտրոններին հայ ժողովրդի պատասխաններ։ Դա մեր նկատմամբ վերաբերմունքներ, դա վարկանիշային քվեարկություն չեմ համարում ես։